Մխիթարյան և Տիկին Գասպարյան, կարող եք և անցնենք հարցերին։ Ողջույն, հարգելի ընկերներ, ոչ վաղ անցյալում, դեռևս 2025 թվականի հոկտեմբերի 23-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից ակնհայտ ապօրինաբար բացառապես իր մասնագիտական գործունեությունը իրացնելու հանգամանքների բերումով Գյումրի քաղաքում գտնվող Ռուբեն Մխիթարյանը, ինչպես գիտենք, կալանավորվել էր։ Շուրջ 1 ամիս գտնվեց ապօրինի կալանքի տակ և 2025 թվականի նոյեմբերի 18-ին մեր եզակի դատավորներից Ռուբեն Ռշտունու արդար դատական ակտի շնորհիվ Ռուբեն Մխիթարյանը, իմ գործընկերը, այսօր գտնվում է այստեղ մեզ հետ և նախ հրապարակավ շնորհակալություն եմ հայտնում իրական արդարադատություն իրացնող եզակի դատավորներից Ռուբեն Ռշտունուն, ում արդարադատությունը հեռախոսակապի միջոցով չի, ով արդարադատություն չի իրականացնում SMS հաղորդագրությամբ, եթե անգամ ստանում է հաղորդագրություն, ապա այն չի կարդում կամ անտեսում է։ Ռուբեն Մխիթարյանի գործը առանձնակի էր այնքանով, որ իմ գործընկերը բացառապես, հարգելի ընկերներ, իրացրել է իր մասնագիտական գործունեությունը։ Դրա մասին ավելի մանրամասն կներկայացնի ինքը, և ես իմ պրակտիկայում կրկին պետք է խոսեմ, որ չենք ունեցել նման դատական ակտ, կալանքի միջնորդություն, երբ նշվում է անձին կալանքի տանելու հիմքերը, օրինակ կետ A, կետ B, կետ G, բայց թե ինչի համար անձը օրինակ կխոչընդոտի, կխուսափի, բացառապես միայն A կետ, B կետ։ Եվ այդ պայմաններում Ռուբեն Մխիթարյանը ապօրինի գտնվեց շուրջ 1 ամիս անազատության մեջ։ Եվ Ռուբեն Մխիթարյանին մասնագիտական գործունեությունը իրացնելիս ոչ միայն որպես փաստաբանի մասնագիտություն, այլ նաև փաստաբանական համայնքի ողջ համայնքի, այսպես ասեմ, համայնքն է վտանգված, ինչը որ ցավալի է մեր իրականության մեջ և փաստաբաններս այո չենք լռելու և մշտապես պայքարել ենք և պայքարելու ենք արդարադատության, իրական արդարադատության համար։ Ռուբեն Մխիթարյանին կխնդրեմ, որպեսզի ներկայացնի իր մասնագիտական գործունեությունը իրացնելու այդ հանգամանքները և մեկ հանգամանք ևս նշեմ, տեսեք, երբ որ դատական նիստում քննվում է Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ կալանքի միջնորդությունը, դատարանին բազմիցս համոզելու միջոցով, այսպես ասեմ, նոր կարողացել ենք, խնդրել ենք, որպեսզի այն տեսագրությունը, որը մինչ Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ կալանքը կիրառելը շրջանառվում էր դեռևս սոցիալական կայքերում, որպեսզի դիտենք դատական նիստում և այն տեսագրությունը, որը որ հասանելի է նաև բոլորիդ։ Եվ այդ տեսագրության մեջ ակնհայտ տեսանելի է, որ Ռուբեն Մխիթարյանը իրեն վերագրվող որևէ գործողություն, որևէ հանցավոր արարք, մեղադրանքում արձանագրված հանցավոր տարր չէր կարող պարունակել, քանի որ Ռուբեն Մխիթարյանի գործողությունները եղել են միայն կանխարգելող բնույթի, հանդարտեցնող բնույթի և նման պայմաններում Ռուբեն Մխիթարյանը գտնվել է ապօրինի անազատության մեջ։ Խոսքս փոխանցեմ Ռուբեն Մխիթարյանին։ Շնորհակալություն, հարգելի լրագրողներ, առաջին հերթին ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել ձեզ բոլորիդ, որովհետև ձեր իսկ լուսաբանման շնորհիվ պարզ դարձավ, որ Ռուբեն Մխիթարյանը որևիցե գործողություն չէր կատարել, ոչ իրավաչափ գործողության մասին է խոսքը, շնորհակալություն եմ հայտնում ձեզանից այս ամբողջ ընթացքում կատարված ահռելի աշխատանքի լուսաբանման համար, որովհետև
վերջին ժամանակները ցույց են տալիս, որ այս պահին այսպես ասածա, թիրախավորվող խմբերը, լրագրողներն ու փաստաբաններն են։ Շնորհակալություն եմ ուզում հայտնեմ նաև իմ փաստաբանական ամբողջ թիմին, իմ գործընկերներին, մեր ձևով թիմին։ Մի բան կուզեմ նշեմ, վերջին ժամանակներս նաև իշխանության կողմից անդադար տարբեր տեսակի հարցեր են հնչում, թե լավ վերջո ամեն մեկը ասում եք մեր ձևովը մի բան է, մեկը ուրիշ բան ասում, մեկը մի բան է ասում։ Կուզեմ հենց այդ մեր ձևովին նաև շատ հակիրճ անդրադառնամ, մեր ձևովը վստահեցնում եմ ձեզ նամանավանդ վերջին 30 օրվա մեջ, շուրջ 30 օրվա մեջ ես հասկացա, որ մեր ձևովը նաև նշանակում է մի մեծ ընտանիք։ Ինչի։ Երբ որ ես գտնվել եմ նման անհասկանալի կարգավիճակում, այդ ամբողջ ընթացքում մեր ամբողջ թիմը, շարժման անդամների երևի գերակշիռ մասը առավոտից իրիկուն եղել են մեր տանը, 24/7 եղել են իմ ընտանիքի կողքին, իմ ընկերների կողքին, դրա համար միանշանակ մեր ձևովը նաև ի թիվս այլ միայն տեղական բաների նշանակում է ընտանիք։ Կուզեմ նաև շնորհակալություն հայտնեմ բոլոր մեր հայրենակիցներին, ազգային ժողովի պատգամավորներին, ովքեր այս ամբողջ ընթացքում ցուցաբերել են ուշադրություն, հարցը պահել են ուշադրության կենտրոնում, որը շատ կարևոր էր, եւ նաև բոլոր մեր հայրենակիցներին, որովհետեւ քանի որ ես մոտ 28 օր գտնվելով անազատության մեջ, այսպես ասած աշտագին աշխարհից կդրված եմ եղել, վերջին 1.5 օրվա ընթացքում, նայելով Facebook-ը, չգիտեմ, այլ սոցիալական կայքեր, հասկացա, թե ինչքան մեր հայրենակիցներ հոգնել են այս ամեն ինչից, որովհետեւ վստահ եմ բնակության գերակշիռ մասը տեսել նաև այդ տեսագրությունները, թե ես ինչ էի անում, ինչի համար էի գնում ու ինչ անցած ճանապարհ ունեմ։ Շնորհակալություն եմ հայտնում իրենց, որ այդքան ուշադիր են եղել եւ այդքան սրտացավ։ Ինչ վերաբերում է հոկտեմբերի 20-ին, բոլորիս հայտնի իրադարձություններին, ուրեմն հոկտեմբերի 20-ին հաշվի առնելով փաստաբանության մասին օրենքով, նախատեսված փաստաբանական գաղտնիքը չեմ կարող բարձրաձայնել, թե ում կամ քանի հոգու հայց, որպես պետք է ներգանայի եւ փաստաբանական օգնություն ցուցաբերեի։ Ես Երևան քաղաքից շարժվել եմ Գյումրի քաղաք, այնտեղ հաշվի առնելով, որ հրաբարակ արդեն փակ էր, ոստիկանական մեքենաներ են եղել, ցույց եմ տվել իմ փաստաբանական արտոնագիրը, մեքենայով կարողացել եմ հանգիստ մոտենալ քաղաքապետարանի շենքին, այսինքն ոստիկանության աշխատակիցները այդ մասում գտնվող հենց այդ պահից սկսած տեղեկացված են եղել, որ փաստաբան եմ, իրավապաշտպան գործողություն եմ իրականացնելու եւ առանց խոչընդոտ թույլ են տվել ինձ անցնել այդ փակ փողոցով։ Դրանից հետո ուրեմն բոլորի հայտնի կարճ տեսագրությունն է, որտեղ ինձ թույլ չէին տալիս մտնել քաղաքապետարանի շենք, սակայն այդ դեպքում կովել էր նաև մեր ոստիկանների աշխատանքը, ովքեր մոտ 10-15 րոպե բանակցելուց հետո ու որոշակի ենթադրում ճշտումներից հետո թույլ տվեցին իմ մուտքը քաղաքապետարանի շենք։ Այնուհետև երբ որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին արդեն հետևի տնով իջեցնում են ներքև ու մեքենան շարժվում է, բոլորս գտնում ենք քաղաքապետարանի ձախ կողմում։ Դրանից հետո հայտնի մյուս տեսագրությունն է, որտեղ ես ամբողջովին հանգիստ կանգնած եմ ու եթե ճիշտ եմ հիշում, Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը հարցազրույց էր տալիս, մի քանի րոպե տկանից հետո նկատեցի, որ ունենք ինչ-որ ակտիվություն։ Արագ քայլերով այդ տեսագրությունը, երբ որ նայում եմ ժամանակագրային տարբերակումը, երբ որ անում ենք, տեսնում ենք, որ ընդամենը 1-2 րոպե հետո հայտնվել եմ այդ գիզակետում, ձեռքերս բարձրացած, մտել եմ թե ոստիկանների եւ թե քաղաքացիների մեջտեղը, այսինքն ես չեմ եղել բարիկադից այս կողմ կամ այն կողմ, մտել եմ
երկուսի մեջտեղը փորձել եմ հանդարտության կոչեր անել։ Այդ երևի թե ըստ զգացողության էլ նաև տեսագրություններից հետ պարզվեց, որ տևել է մոտավորապես 15-ից 20 վայրկյան, ձեռքերս բաց, վիճակով կանգնած եմ եղել, ու այդ պահին ինձ առնվազն իմ համար անհասկանալի պայմաններում բերման են ենթարկում։ Բերման ենթարկելուց հետո ամբողջ ընթացքում ես բոլորին զգուշացրել, նաև ձերբակալողա, ոստիկանության զորքերի աշխատակիցներին, տեսագրություններով նաև դուք տեսել եք, որ ասում եմ, որոցե խնդիր չկա, ես ձեր քայլում եմ եւ ձեր հետ փաստաբան եմ, փաստաբանական կոորդինացիա եմ իրականացնում, ինչեւ է այդ բանը արդեն բերման են ենթարկում ու մնացածը, ինչպես ասում են, դուք արդեն գիտեք, թե հարցեր կան կամ Եվ մի լրացում անեմ, տեսեք նաև ինչն էր հետաքրքիր սույն քրական վարույթով, երբ Ռուբեն Մխիթարյանին ձերբակալելիս, այդ ձերբակալման արձանագրությունը կազմել է այլ անձ, իսկ ձերբակալում իրականացնողը եղել է այլ անձ։ Եվ Ռուբեն Մխիթարյանին ներկայացված մեղադրանքը հիմնվել է ընդամենը բացառապես մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա։ Այսինքն վարքն իրականացնող մարմինը, ճակերտավոր արդարադատություն իրականացնող տվյալ պահին այդ դատավորը դրան եւս որևիցե ուշադրության չի արժանացրել։ Հարցեր եթե ունեք։ Բնավ գազբան, ցուցմունքում ինչ է պնդում ոստիկանը, ինչ է ըստ իրեն տեղ ունեցել պարոն Մխիթարյանին ինչ արել, որ ձերբակալել են եւ պարոն Մխիթարյան, դուք բերման ենթարկվելու պահին ինչ-որ բան եք պատմում, որ կիսատ մնաց։ Հիմա կարող է ամբողջացնել, 7 հոգում էինք քաշում, ինչ էր կատարվում, ինչ եք տեսել եւ արձանագրել այդ բանը։ Նախ առաջինը ես ձեր հարցին պատասխանեմ, տեսեք, այդ ցուցմունք տված, դուք որ հստակ ինձ հարցնեք, որ ոստիկանը, քանի որ ես քիչ առաջ նշեցի, որ ձերբակալման արձանագրությունը կազմել է այլ անձ ոստիկան, իսկ հարցաքննվել է այլ անձ, որ ընդհանրապես Ռուբեն Մխիթարյանի ձերբակալման հետ առնչություն չի ունեցել։ Եվ այո, շատ տեղին էր ձեր հարցը, երբ որ մենք այդ տեսագրությունն ենք դիտում հարցաքննության, նա անգամ Ռուբեն Մխիթարյանին չէր էլ ճանաչում։ Ռուբեն Մխիթարյանին, երբ որ հարցաքննում են այդ տուժողին, չի կարողանում նկարագրի Ռուբեն Մխիթարյանին։ Այդքան չի տիրապետում գործի տվյալներին, բայց արձանագրվել է, որ իբրև թե ինքն է այդ ձերբակալման արձանագրությունը կազմել ու ամեն ինչից տեղյակ է, ինչը որ չի համապատասխանում իրականությանը, ինչին նաև մենք անդրադառնալու ենք։ Այդ տեսագրությունը մեջ կիսատ պահ է մնում, տեսեք, այն պահից սկսած, երբ որ ինձ արդեն երկու ոստիկաններ փորձում էին ուղեկցել դեպի ոստիկանական մեքենան, գնալու ճանապարհին ես նաև այդ պահին տեսա, որ իմ մոտ իհարկե անհասկանալի շոկ էր, որովհետև իմ արտասանությունից բազում անգամ նշել են, որ ամեն առավոտյան արտանալիս մեզ թվում է, թե այդտեղ չունենք ավելի ներքև իջնելու, սակայն այդ պահին հասկացա, որ մի աստիճան էլ եւս մեկ անգամ իջանք, որովհետև առնվազն անհասկանալի, երբ որ փաստաբանը իր գործունեությունն է անում ու բառիփուն իմաստով որևիցե ոչ իրավաչափ գործողություն չի անում, ինչ հիմքով ու ինչ իմաստ կա ձերբակալելու կամ առնվազն բերման ենթարկելու, ճանապարհին ես նաև տեսա այդ կադրերը նույնպես սոցկայքերում կար, երբ որ գետնին քաղաքացիական հագուստով անձ էր, այսինքն ոստիկան չէր, ու վերջինիս շուրջ այդ պահին ֆիքսեցի, որ բավականին մեծ թիվ ոստիկաններ կան ու առնվազն անհասկանալի էր, թե ինչ էին անում, քաղաքացին գետնին ընկած, 7-8 ոստիկաններով շրջապատել են ու ասում է, որ նաև լրագրողին ասացի, որ ավելի շատ աղմուկ է այդ մասով բարձրացեցի, որ նաև այդ մասը լուսաբանվի ու կադրերում երեք նաև Facebook-ով ես տեսա, որ այդ մասը երևում է ու տպավորություն էր, որ 7 հոգով առնվազն անհասկանալի պայմաններում փորձում էին բերման ենթարկել։ Իս հարցը արմենացի Պարոն Մխիթարյան, ինչպես է տրամադրված եւ ինչ կայլերի կանելու հաշվի առնելով, որ գլխավոր դատախազությունը պատրաստվում է բողոքարկել ձեր ազատ արձակման որոշումը։
այդ մասով որևիցե խնդիր չեմ տեսնում։ Կարելի է ես պատասխանեմ։ Բնականաբար, քանի որ փաստաբանները մենք ենք, սպասելի էր, որ պիտի բողոքարկեն, մենք որևիցե կերպ չենք էլ մտածել, որ հնարավոր է չբողոքարկվի դատական ակտը, ինչպես պայքարել ենք, այդպես եւս շարունակելու ենք պայքարել, մենք այդ բողոքները թող ներկայացվեն, դատական ակտը դեռ վերաքննիչ քրեական դատանի չենք ստացել, բայց կայացված որոշմամբ հստակ արձանագրվել է, որ բացակայում է Ռուբեն Մխիթարյանին մեղսագրվող հանցավոր արարքի հիմնավոր կասկածը։ Եթե այդպես չլիներ, ապա Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ այլ խափանման միջոցներ կամ համակցությամբ ընտրված կլինեին։ Սակայն այս պայդրությամբ ըստ նախնական տվյալների Ռուբեն Մխիթարյանը ազատ է արձակվել հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Իսկ ինչ վերաբերում է բողոքարկելուն, թող բողոքարկեն, մենք եւս բողոքին պատասխաններ կտանենք եւ անկախ ամեն ինչից պայքարելու ենք մինչեւ վերջ։ Արմատ Պարոն Մխիթարյան, ուզում եմ որպես փաստաբան անդրադառնալ այդ Գյումրու քաղաքապետարանի շուրջ ամբողջ իրադարձությանը, ձեզ իրավական այդ գործընթացը թե չէ, դեռ դուք ասում եք հասակ այդտեղ, ասել եք, որ փաստաբան եք, ավելի բաց ասեք, թիրախավորված եք դուք։ Տեսեք, այդ օրվա հետ կապված իմ համար ամենայն անգեղծությամբ չասեմ զարմանալի էր, բայց աբսուրդի ժանից էր, երբ որ օրինակ կար որոշում ձերբակալելու բերման ենթարկելու Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուգասյանին, իմ համար առաջի հարցը, որ մինչև այսօր չունի պատասխան, վերաբերում է նրան, թե լավ, ինչի ծանուցում տեղի չի ունեցել, ինչի Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուգասյանին չէին հրավիրել։ Ուրիշ բան ասեմ, ինչի էր այդ օրը այդքան շատ ոստիկանական մեծ թվով մեքենաներ եւ չասեմ զորք, բայց չափից ավել քանակ ոստիկաններ էին, եթե ճիշտ եմ հիշում, նաեւ ԱԱՑ-ից ունենք բավականին մեծ թվով անձինք, այս ամենը ավելի շատ վերաբերում էր, չեմ ուզում ասել շոու, բայց կարծես ինչ-որ բեմականացում լիներ, որովհետեւ այդ ամենը տեղի չէր ունենա, եթե Գյումրու քաղաքապետին կանչեին, այսինքն այս ամեն ինչը հնարավոր էր անել առանց աղմուկի, բայց իշխանությունները, ինչպես հասկացանք, ընտրել էին երկրորդ տարբերակը, որովհետև նաև ունենք ձերբակալվածներ Գյումրու ավականու անդամներից, ովքեր կոմունիստական կուսակցության անդամներ են, դրա համար ես ավելի շատ հակված եմ մտածելու, կարծելու, որ այս ամենը ուղղված էր խնդիրը մասսայական դարձնելու ու ամենազարմանալին ու աբսուրդը իմ համար հենց առաջին իսկ պահից, քանի որ ես նաև փաստաբան եմ 2018 թվականից զբաղվում եմ փաստաբանությամբ, նաև հոդվածներն էին զանգվածային անկարգություն, մի տեսակ ես առնվազն այդ ամբողջ ընթացքում հասկանալով նաև թե ինչ է նշանակում զանգվածային անկարգությունը, նմանատիպ քայլեր ես չեմ տեսել, չգիտեմ տեսակցությունները արդյոք առկա են նմանատիպ բաներ թե չէ, բայց ամեն դեպքում վստահ եմ արտարտ դատարանը այս ամենի պատասխանը շատ մոտ ապագայում կտա։ Այստեղ նաև կուզենամ անդրադառնալ այն հարցին, թե իրականում ընդհանրապես կապ չունի օրինակ անձամբ իմ կալանավորումը, դեպս չգիտեմ գտնվեցի արտիքը ԿՀ-ում 28 օր, գտնվելու էի 60 օր, թե չգիտեմ 15 օր կամ 8 ամիս, այստեղ հարցն է, որ օրվա իշխանությունները ըստիս փորձում են նման ճանապարհով մարդկանց վախեցնել, նման кейսերով, խնդիրներով մարդկանց վախեցնել, որովից է գործողություն չանել ու նաև իմ փաստաբանության մասով չեմ էլ ասում, որը աբսուրդի ժանրից էր, բայց նաև խոսքի ազատությունը, հավաքների ազատությունը, որը նախատեսված է ՀՀ սահմանադրությամբ մեր օրենքներով, ամբողջովին կարծես պայթեց։ Սուր տպավորություն է, որ մենք այլևս, եթե ինչ-որ մի բան խոսես, եթե ինչ-որ մի բան ասես, դա քո վրա կարող է շատ թանկ արժանալ, դա կարող է հասնել նրան, որ դու կալանավորվես ու գտնվես քո ընտանիքից, ընկերներից, շրջապատից հեռու, էլ չեմ ասում
օրինակ իմ մասով ասեմ, ես ունեի շատ փաստաբանական գործեր, որոնց մասով շուրջ 30 օր ես չեմ կարողացել զբաղվել այդ մարդկանց գործերով, պաշտպանել իրենց իրավունքները։ Այլ հարցեր։ Ինչա։